մոտեցել, այստեղ անընդհատ հսկայական ակտիվություն է, որում նկատվում է, որ օգնողներ են, հետները տարբեր տարիքով մարդիկ են գալիս քվեարկելու, որոնք այլապես որպես կանոնտուն են մնում, որտեղ իրենց համար դժվար է մասնակցելը։ Եվ այլն, շատ բարձր է այստեղ ակտիվությունը, որը կարող զուգորդվում է նաև հենց այս կոնկրետ հատվածում մարդկանց մեծ կուտակումների հետ, երբ որ մենք սկզբից ենք մոտեցել, իրանք նույնիսկ չէին արձագանքում մեր պահանջներին եւ որդորներին, որ կուտակումները վերացնեն, հետո աշճանաբար հասկացան, որ դա խնդրալից է նրանց համար, սկսեցին ցրվել, բայց պարբերաբար ցրվում են, հավաքվում են, Հիմա որ դուք այսքան մեծ քանակությամբ լրագրողներով եկաք, կուտակումները մի քիչ ավելի նվազել են, որտեղ իրանք են անհավին հասկանում, որ սա իրանց համար կարող է խնդրալություն։ Հատուկ նույնիսկ ուզում եմ շեշտեմ, դուք փորձեք սա այս ամեն ինչ արձանագրել, մենք բնականաբար արձանագրում ենք, որպես դիտորդական առաքելություն, եւ սա հիմքա այս կոնկրետ երկու ընտրատարածքներում 3169-ում եւ 3170-ում ատուցումների արդյունքները անվավերացնում։ Ընտրատեղամասի ներսում կարող եք, չգիտեմ, ինչ-որ մի ձև կամերաները կարող են ֆիքսել, եթե հնարավոր է։ Ընտրատեղամասի ներսում, փոքր ընտրատեղամասի ներսում ինչքան կուտակումներ են առաջացել։ Եվ կուտակումներ եւ ընտրական գաղտնիության խախտում տեղի ունեցել։ Որի պայմաններում նորմալ բնականon ընտրություններ կազմակերպելը, ել չեմ ասում վստահված անձանց եւ դիտորդների կողմից ընտրական process-ը դիտարկելը խնդիրներ է առաջացնում։ Դժվարանում է այդ գործողությունները իրականացնելը։ Լավ, շնորհակալ եմ։ Ավետիք Չալաբյան, Հայաստանի միավորման համակարգ։